Տեղում։ Ձեռքի մեկ շարժումով աշխատանքը սկսելու հրահանգը տրված է Մարիամ Չագդուետը 1.5 ամսվա համատեղ գործակցությունից հետո առաջադրված խնդիրը չթույլատրված իրեր նյութեր գտնելը արդեն կարողանում են լուծել։ Հոպրիմ տղեն, սուպեր։ Մարիամը կես տարի առաջ որոշեց իրավագիտության ոլորտից անցնել մաքսային ծառայության, առաջիններից էր, որ հաջողությամբ անցավ պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի նոր դասընթացն ու հիմա սկսել է աշխատանքը նախ 6 ամսյա փորձաշրջանով։ Ուսումնական առաջին շրջափուլը հաղթահարել է 14 մասնագետ, 13-ն արդեն անցել են աշխատանքի, մի մասը մշտական ծառայության մեջ են ագարակում, մյուսները Երևանի մաքսային հսկողության գոտիներում։ Շնագիտական կենտրոնը հիմա նաև զարգացած օտարական համակարգով ու հատուկ վարժանքներ անցած 26 չորքոտանի ունի, պատրաստ գտնելու մաքսանենգ չթույլատրվող իրեր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն այդ թվում վարժեցվածների օգնությամբ այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում կարողացել են հայտնաբերել մոտ 7.5 կիլոգրամ մարիխուանա, 88 կիլոգրամ հաշիշ, 15 կիլոգրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև կոկային, հոգեմետ, հոգեներ գործող դեղեր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները անկախ ստորաբաժանումից, այսինքն թե շնագիտական բաժնի, թե վերլուծական, թե մյուս աշխատակիցները պարբերաբար թե Հայաստանում եւ թե արտերկրում անցնում են վերապատրաստումներ, ծանոթանում են նոր տեխնոլոգիաներին, մեթոդներին, մաքսանենգների կողմից նոր զարտուղի ճանապարհների օգտագործմանը, նոր հագցման միջոցներին, որոնք որ հետագայում արդեն կիրառվում են առօրյա աշխատանքում։ Շնագիտական կենտրոնում հիմա բացի թմրանյութերի հայտնաբերումից հմտանում են նաև տարբեր հավանական ու անհավանական թաքստոցներից ծխախոտային արտադրատեսակներ, թղթադրամներ գտնելու, բացահայտելու ուղղությամբ։